Վաղը հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան ազգային ժողովի հերթական ընտրությունները, որոնց մասնակցում է 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն եւ 2 դաշինք։ Այսօր լռության օր է հանրապետությունում, արգելված է ցանկացած տեսակի նախընտրական քարոզչություն։ Վաղը կայանալիք ընտրություններին քվեարկության իրավունք ունի 2.505.102 քաղաքացի։ Հանրապետության տարածքում գործելու է 2005 ընտրատեղամաս։ Դրանք կբացվեն հունիսի 7-ին առավոտյան ժամը 8-ին եւ կփակվեն 12 ժամանց երեկոյան 8-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ այսօր եւ վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, այդ թվում անօդաչու թռչող սարքերով, իրականացնելու է լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, ընտրակաշառք տալու եւ ստանալու հանցավոր սխեմաների մեջ ներգրավված անձանց բացահայտելու համար։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի 6 տեխնատուների դեմ քրեական վարույթ հարուցելու դիմումը բավարարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթները եւ падգամավորի տեխնատուներին ձերբակալելու որոշում կայացրել։ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում տեղացած խոշոր չափի կարկուտը զգալի վնասներ է հասցրել։ Տեղացիների խոսքով շուրջ 15 րոպե եւ ավելի տևողությամբ տեղացած կարկուտը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է մշակաբույսերը, ինչպես նաեւ վնասել բնակիչների կայանված մեքենաները։ Հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Գայլերի հարձակման հետևանքով սատկել է մոտ 300-ից ավելի գառ ու ոչխար։ Ժամը 5:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի ծաղկունք բնակավայրի բնակիչը հերթական անգամ գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին, այդ թվում մայրացու, արոտավայր տանելու ժամանակ հայտնաբերել է, որ գոմում մոտ 300-ից ավելի գառներ սատկած են։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով գյուղացիներին պատճառվել է մոտ 15 միլիոն դրամի վնաս։ Գյուղացիները ֆոտոլրագրողին ասել են, որ գայլերի նման խոշորամասշտաբ հարձակում գյուղը դեռ չէր տեսել։ Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր եւ դիրիժոր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում ծնված հանճարեղ երաժիշտը համարվում է համաշխարհային դասական երաժշտության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, որի ստեղծագործությունները մինչ օրս հնչում են աշխարհի լավագույն բեմերում։ Այսօր լրանում է մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 123-ամյակը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր սեփական հարկի տակ ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի խոսքով Ղազախստանի հավաքականի ստեղծած խնդիրները թույլ կտան մարզչական շտաբին ավելի հստակ տեսնել թիմի թերություններն ու շտկել դրանք։ Այս պահին մեր ընտրանին աշխարհի ազգային հավաքականների շարքում ամենաանհաջողակն է համարվում։ Մեր թիմը վերջին 38 խաղում չի կարողացել դարպասը անառիկ պահել եւ ամեն անգամ գոլ է բաց թողել։ Վերջին անգամ Հայաստանի հավաքականը գոլ բաց չի թողել 2022 թվականին Իռլանդիայի դեմ խաղում։ Ներկայումս 4 խաղեր չունեցող հավաքականների հակառեկորդային ցանկում մեր ընտրանին առաջատարն է։ Երկրորդ տեղում Խաղովկյանոսյան պետություն Տոնգան է, երրորդ տեղում Բահամյան կղզիները։ Հունիսի 9-ին էլ մեր տղաները կխաղան Մոլդովայի հավաքականի հետ։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Զելենսկին վերջերս փորձել է կապ հաստատել իր հետ։ Ռուսաստանի նախագահի պնդմամբ հանդիպման հարցումը փոխանցվել է ռուս գործարարներից մեկի միջնորդությամբ։ Այդուհանդերձ Կրեմլի ղեկավարն այս փուլում որևէ անձնական տեսակցության իմաստ չի տեսնում։ Որպես մերժման հիմնավորում նա մատնանշել է Ստարոբելսկի ուղղությամբ կատարված հարձակումը եւ Կիևի գործողություններն անվանել սարսափելի հանցագործություն։ Պուտինը անդրադարձել է նաեւ Զելենսկու բաց նամակին, այնտեղ նկատելով անքաղաքավարության տարրեր ու ոչ պատշաճ տոնայնություն։ Այսպիսով Մոսկվան հրապարակավ մերժում է երկխոսության ենթադրյալ փորձերը, դրանք ուղեկցելով Ուկրաինայի հասցեին ուղղված կոշտ մեղադրանքներով։ Мне кажется, что в свое время мы Ռուսաստանին պետք չեն համաշխարհային նավթի աննախադեպ բարձր գներ, շուկայի կայունությունը շատ ավելի կարևոր է, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով ռուս արտահանողները որոշակի արտոնություններ են ստանում, խոստովանել է Ռուսաստանի նախագահը, սակայն չափազանց թանկ նավթը ազդում է տնտեսության այլ ոլորտների վրա, ուստի հավասարակշռված գինը կարևոր է Մոսկվայի համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի բյուջետային կախվածությունը նավթից ըստ նախագահի նվազում է։ Նավթի եւ գազի եկամուտների բաժինը տնտեսությունում արդեն իսկ նախկին 50%-ից հասել է 23%-ի։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հերթական ռազմագերիների փոխանակումն է իրականացվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ կողմերը փոխանակել են 185-ական ռազմագերի Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Վերադարձած ռուս զինծառայողները նախ տեղափոխվել են Բելարուս, որտեղ ստացել են անհրաժեշտ աջակցություն, ապա ուղևորվել են Ռուսաստան բուժման եւ վերականգնման նպատակով։ Ուկրաինական կողմը եւս հաստատել է ռազմագերիների փոխանակման իրականացումը։ تبادل پیام‌ها در خصوص متن همچنان بین طرف‌ها Իրանը պահանջել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր հուշագրի ստորագրման դեպքում ապասառեցվեն արտասահմանում գտնվող իրանական ակտիվների առնվազն 50%-ը։ Հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։ Նրա խոսքով սա վերաբերում է Իրանի սեփական միջոցներին, որոնք ԱՄՆ-ն արգելափակել է տարբեր երկրներում գտնվող հաշիվներում եւ թույլ չի տալիս օգտագործել կամ փոխանցել Թեհրանին։ Իրանցի պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Նա ընդգծել է, որ Իրանը որևէ փաստաթուղթ վերջնական կհամարի միայն այն դեպքում, եթե այնտեղ ամբողջությամբ արտացոլվեն երկրի շահերն ու պահանջները։ Անդրադառնալով Հորմուզի նեղուցին, Ղարիբաբադին հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն Իրանն իրավունք ունի սահմանափակումներ կիրառել եւ վճարներ գանձել ծովային ծառայությունների համար։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունները շարունակվում են դիվանագիտական մակարդակով, սակայն մինչ այժմ կողմերին չի հաջողվել հասնել համաձայնության։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է իրանական կողմից Քուվեյթի եւ Բահրեյնի ուղղությամբ արձակված մի քանի բալիստիկ հրթիռ որսալու մասին։ Գերատեսչության տվյալով ընդհանուր առմամբ արձակվել է 7 հրթիռ։ Սա տեղի է ունեցել, երբ ամերիկյան ուժերը խոցել էին Հորմուզի նեղուցի ուղղությամբ ընթացող 4 անօդաչու թռչող սարք։ ԱՄՆ զինծառայողների շրջանում տուժածներ չկան, իսկ Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբը որևէ վնասվածք չի ստացել։ Հուլիսի սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիան կփորձի ամրապնդել սպառազինության գլոբալ շուկայում իր դիրքերը։ Պետական ներդրումների շնորհիվ թուրքական ռազմական արտահանումը 2021 թվականից ի վեր եռապատկվել է եւ անցյալ տարի հասել 10 միլիարդ դոլարի։ Եվրոպական երկրներն ու Միացյալ Նահանգները էականորեն ավելացրել են թուրքական զենքի գնումները արևմտյան արտադրողների մոտ առկա հզորությունների դեֆիցիտի պատճառով։ Այսօր Անկարան վերահսկում է մարտական անօդաչումների համաշխարհային շուկայի ավելի քան 60%-ը եւ ծրագրում է առաջիկա 2 տարում կրկնապատկել արտահանման ծավալները, սակայն Թուրքիայի ռազմական հավակնությունները դեռևս սահմանափակված են տեխնոլոգիական բացերով, հատկապես հոբ համակարգերի եւ շարժիչաշինության ոլորտում։ Քաղաքական տարաձայնությունները եւ ժողովրդավարության հետ կապված հարցերը նույնպես խոչընդոտում են երկրի լիարժեք ներգրավմանը եվրոպական պաշտպանական ծրագրերում։ Անկարան ձգտում է ռազմաարդյունաբերության հաջողություններն օգտագործել թե տնտեսական պարտքերը մարելու եւ թե ՆԱՏՕ-ի արևելյան թևում սեփական ազդեցությունը մեծացնելու համար։ Բուդապեշտում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի, մասնակիցները դեմ են կառավարության Եվրամիության միգրացիոն նոր խստացված կանոնների փաթեթի ընդունմանը, ցուցարարները սուլել եւ դժգոհություն են հայտնել Հունգարիայի վարչապետին։ Ավելի վաղ երկրի կառավարությունը հայտնել էր, որ դադարեցնում է աշխատանքային վիզաներ տրամադրել Հայաստանից, Վրաստանից եւ Ֆիլիպիններից ժամանած աշխատակիցներին, այս քայլը անվանելով հյուր աշխատողների հոսքը կարգավորելու առաջին քայլը։ Վարչապետ Պետեր Մագյարի տիսակուսակցությունը հայտարարել էր, որ հունիսից վիզաներ չի տրամադրի Եվրոպական միությունից դուրս աշխատողներին։ As president, I fought for the American farmer like no one has ever fought before. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովել եւ քննադատել է տեխնոլոգիական միլիարդատեր Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասկին։ Թրամփը նրան նկարագրել է որպես 80%-ով հանճարեղ եւ 20%-ով վատ պահեր ունեցող անձնավորություն, նշելով, որ Մասկը բացասական պահեր է ունեցել, բայց հիմա նրանք նորից ընկերներ են։ Թրամփը քննադատել է էլեկտրական մեքենաների պարտադիր կիրառման քաղաքականությունը, այն անվանելով խենթություն։ Նա նշել է, որ թեև սիրում է էլեկտրական մեքենաները, սակայն ոչ բոլորն են ցանկանում դրանք ունենալ։ Ուստի ինքը ցանկանում է շուկայում տեսնել նաև բենզինային ու հիբրիդային տարբերակներ։